Բարև ձեզ, սկսում ենք նոր աշխատանքային շաբաթը, այսօր առաջիկա 30 րոպեների ընթացքում խոսելու ենք Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին, այդ թվում, ասենք այսպես, քաղաքական եւ հոգեվոր իշխանությունների միջև խորացող ճգնաժամ, հայ առաքելական եկեղեցու երկու արքեպիսկոպոսների կալանավորում, այս համատեքստում ընդդիմության շրջանակներում ակտիվացած խոսակցություններ, այսպես կոչված իմպիչմենտի գործընթացի մասին։ Անդրադառնալու ենք նաև այս ամենին Ռուսաստանի Դաշնության անուղղակի մասնակցության, այսպես ասած, ռուսական հետքի մասին, խոսելու ենք նաև տարածաշրջանային խմորումների եւ այս համատեքստում առաջին հերթին Ադրբեջան-Ռուսաստանի Դաշնություն հարաբերությունների սրման եւ լարման մասին։ Սա ազատ զրույց Free News-ի եթերում, ես հիմա զրուցելու եմ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան։ Ես ճիշտ եմ հիշում, որ դուք եկեղեցու թեմայով խոսում եք ավելի վաղ, քան այս սրացումները Գրեթե 5 տարի։ Գրեթե 5 տարի։ Գրեթե 5 տարի եւ կարող եմ ասել ինչի համար։ Համեցեք։ Այսինքն ոչ թե հարցերն է, որ եկեղեցի այդ, որովհետեւ բոլոր աշխարհի լավ մոդեռնիզացիայի ճանապարհ անցած պետություններ, որոնք վերականգնվել են նաեւ դժբախտությունից, օրինակ Գերմանիան, որոնք չեն ապավինել իրենց հավատի, այսինքն փիլիսոփայության եւ մշակույթի վրա նրանք հաջողություն չեն ունեցել։ Դրանից է ես դրա համար նաեւ մենակ դոկտորական մենագրության մեջ եմ 6 թվին եմ դա, որ Հայաստանը պիտի եկեղեցու դավանանքի հարցը փիլիսոփայությունը հարցը լուծի եւ այլն, եւ դրա համար առաջին մեկ։ Երկրորդը ուրեմն երբ ինձ բախտ վիճակվեց ժամանակին 4-ից 7 թվականներին աշխատել Երուսաղեմում մեր Պատրիարքարանի ուսումնական կենտրոնում 3 տարի, ես տեսա քրիստոնեական ժառանգության այն ահռելի ծավալները եւ հոգեվոր ուժը, ես շշմել էի, մի 2 շաբաթ, երեւ 3 շաբաթ չէի կարողանում ու կարծես թե ինքսից գտնել այն եղածից, ինչ որ մենք ունենք։ Եվ մենք ունենք շատ ուրիշ բան, այն է, որ Տիրոջ գերեզմանի վրա կառուցված հարության տաճարը մենք երրորդով Հայաստան է, ոչ թե հայկական է։ Այս սխալ ձևակերպում է, որը սխալ դիտավորյալ օգտագործում են նաև Լավրովը, հայկական չի, Հայաստան է։ Մեկ երրորդը, մեկը ուրեմն առաջինը թիվ չկա իհարկե օրթոդոքս հունական հատվածն է ֆիզիկական իմաստով, երկրորդը լատինական հատվածն է Հռոմի պապ եւ այլն, երրորդը ուրեմն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին է, որտեղ Մեսրոպ Մաշտոցյան ուղղագրությամբ գրված է, ընդ որում ասեմ, որ հին Գողգոթան հայաստանյան տարածքի մեջ է, իհարկե պայմանական է բաժանումը։ Ես շշմել էի այդ բանից եւ հետո մշակութային այն ժառանգությունը, որ մենք ունենք, եւ փոքր Հայաստան, այս տարիներին եւ այլն, ինձ մոտ այդպիսի հակասություններ առաջացրել, ինչպես կարող է այդպիսի մշակութային ժառանգություն հոգեվոր աշխարհ ունեցող ժողովուրդը լինել փոքր եւ մի բան էլ ասեմ, որ ուրեմն Սիոն Լեռան գագաթին Երուսաղեմում, հենց գագաթին տեղարկված է հայկական թաղամասը եւ մեր պատրիարքարանը, որի շենքը կառուցել են Պալյան եղբայրները։ Եվ այսպես շարունակաբար։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Իսկ մոդեռնիզացիայի առումով ասեմ հետեւյալը. Գերմանիան, որի մասին ես ձեզ շատ եմ ներկայացրել եւ ուզեցել եմ, որ մեր ժողովուրդը իմանա, Հիտլերից հետո կարծես որևէ շանս չուներ փրկվելու, ապրելու, վերականգնվելու։ Բայց վերականգնվեց մի հանճարեղ գերմանացու կամքով եւ իր ստեղծած կուսակցությունով։ Դա քրիստոնյա դեմոկրատական միությունն է, այսօր ուրեմն Մերցի կուսակցությունը, որ վերադարձավ իշխանություն, 46 թվականին ուրեմն կուսակցության խորհրդակցություն համագումարում միության Ադենաուրը դնում է հարց այնպես, ինչպես կարող է Գերմանիան վերականգնվել, որովհետև իրենց համար դա բար մենք մերն ենք տեսնում, ուրիշն էլ իրենցը։ Նա հստակ ասում է երկու գործոն կա, որ Գերմանիան կարող է գերմանացուն էլ փրկել այս ամեն ինչից,
առաջին ասում է դա մեր, այսինքն իրենց մեր եկեղեցու, արևմտյան եկեղեցու, քրիստոնեական եկեղեցու բանի մշակութային ժառանգության վրա, մշակութային, ոչ թե կրոնի վրա, այսինքն այդ մեկ առաջինը դա է, իսկ մենք գիտենք, որ դա լյութերականությունն է եւ կաթոլիկությունն է, ինքը կաթոլիկ է, եւ այսպես առաջին, եւ երկրորդը եւ ազատության դավանանք ունենալով, երբ որ երկրի ներսում կապահովենք ազատություն եւ ասում ես պայմաններում Գերմանիան կազատագրվի եւ այլն, ուրեմն եւ Գերմանիան գիտեք 1953 թվականին վերականգնեց նախապատերազմյան 39 թվի Գերմանիայի զարգացման բոլոր ծավալներն ու որակը արևմտյան Գերմանիա, երբ արևելյաններ սովետական KGB-ի ջիրաններում էր, ինչպես որ Արցախը, ուղղակի նրանք կարողացան բերել։ Երկրորդ մասը ես ավելի տպավորիչ է նաև Հարավային Կորեայի օրինակը։ Հարավային Կորեան կարծես թե հիմա Հայաստանը անցնում է Հարավային Կորեայի անուն ճանապարհը, օլիգարխիա, այլանդագություններ, կոռուպցիա, գնդագարություններ եւ այլն եւ այլն։ Եվ փրկություն կարծես թե չկար։ Միշտ էլ այդ հարցը բոլորի համար են եղել։ Եվ Պակ Չոն-հի հայտնի դիկտատորը գրգնեն, որ մարդիկ նայեն Պակ Չոն-հի, որը ինքը որոշակի ռեֆորմներ էր արել, ուրեմն շատ գրագետ գեներալ էր, բայց դիկտատուրա, հետադիմություն, գնդագարություններ, ուսանողական ելույթներ, տասնյակ ուսանողներ գնդագարել, շպրտել Սեուլի գետը եւ օկեանոս եւ նման բաներ։ Երբ սա շատ տիպական է, եւ չեբոլներ ընտանեկան բիզնեսներ, այսինքն այս Hyundai մեքենաները որ կան, հենց որ մենք ունենք Հայաստանում հիմա LG եւ այլն, ինչ որ բաները, մնացածը Samsung եւ այսպես։ Չեբոլներ, որոնք մինչև իր օրերին Արնախում ընտանեկան բիզնեսներ էին, որոնք ունեին մոնոպոլ կառուցվածքներ, ամեն ոլորտ եւ այսպիսի բաներ եւ երկրի համար պատուհաս էին, օլիգարխիան պատուհաս էր, ինչպես որ Հայաստանում Ղարաբաղյան կլանը դառավ պատուհաս։ Հիմա սա փորձեց, նա փորձում էր փրկել Հարավային Կորեան, բայց չէր ստացվում։ Վերջը գործը հասավ նրան, մի խորհրդակցության ժամանակ, երբ որ նա հավաքում է իր ներմերձարու միջավայրը եւ նորից հրահանգավորում է, պահանջում է ցույցերը դադարեցնել, գնդագարությունները շատացնել եւ այլն, եւ դիմում է ՑՌՈ-ի կարգի մոդելի իմաստով անվտանգության ինքը ծառայություն ուներ։ Ուրեմն անվտանգության ծառայության պետին է դիմում, թե ինչ է կատարվում, ինչու չեք կարողանում, սա ինչ-որ բացատրություններ է տալիս եւ հանում ատրճանակը գնդագահարել է Պակ Չոնի դեղում, որ թե ինչ ես ուզում էլի, այսինքն մենք էլ ինչ անենք, ինչքան գնդագարենք, էս է իմաստը եւ այսպես, բարձ է նաեւ աղջիկներ բերել, այս բոլորը այդ մարդու վրա է եղել, հետո դատեցին մեկ մյուսն էլ գավոր ինքնասպան եղավ, որտեղ եղել էր, բայց Պակ Չոն-հին եզակի ուրեմն նախագահ է Հարավային Կորեայի աշխարհում մեկ, որի ախրանայպետ իրեն գնդագարում է։ Այսպես ուրեմն, հիմա շարժվենք առաջ, եւ դրանից հետո փակուղի է, ահա գտնվում է, չերկարացնեմ, Կիմ Դե Ջուն, որ այս ժամանակակից Գերմանիայի բանի Հարավային Կորեայի հիմնադիրն է, Թավշյա մի հեղափոխություն ընտրություններով, որը ուրեմն Պակ Չոն-ի ժամանակ փախել էր, ճողոբրել էր, ուղղակի ստացվել էր Հարավային Գերմանիա, արևմտյան, որին բախտ էր վիճակվել սովորել այն համալսարանում դոկտորական պաշտպանել, որտեղ Ադենայի զինագից բաները, Էրհարդ եւ այլն սոցիալական, շուկայական, տնտեսության եւ կաթոլիկության ու բողոքականության այդ սինթեզն էին արել, այն ինչ որ Ադենայերն ասում էր։ Եվ սա ուրեմն նախագահի ընտրվում նույն գերմանական փորձը կրկնում է Հարավային Կորեայում, բայց այստեղ կոնֆուցիականություն մշակութային առումով եւ
կաթոլիկություն, ես չգիտեի նույնիսկ որ Հարավային Կորեայում այդքան թիվ կա բան իմաստով էլի քրիստոնյա դուք այ երկրների օրինակը բերեցիք ես ուզում եմ մի բան ասեմ ու վերջացնեմ միտքս այստեղ էր որ ես գրեցի մի աշխատանք 16 թվականին հրատարակել եմ ինչպես կարող է Հայաստանը մոդեռնիզացվել դառնալ եւ 16 թվականին եւ հա այսպես կոնցեպցիան այո այսպես ԿԴՄ այսինքն փորձի արդագրություն չի պետությունները փորձը եւ այն հետաքրքրությունը դեպի եկեղեցի եւ նույնիսկ Երուսաղեմ դիներ ուղղակի ինձ ասեցի հպարտություն մի ժառանգություն հիմա դուք որ այդ օրինակները բերեցիք այլ պետությունների հիմա փորձենք պրոյեկտել Հայաստանի վրա Հայաստանում ինչ է կատարվում Հայաստանում նույնն է կատարվում բակչոնիները չեն նահանջում բայց իրենք տապալված են բայց բանն է որ այնտեղ իհարկե հեշտ անցավ Հարավային Կորեայում որտեղ Միացյալ Նահանգները նրանց օգնում էին իսկ այստեղ Ռուսաստանն է կազմակերպում հակապետական այս ելույթները բայց ես կարծում եմ որ խնդիրը լուծված է սկզբունքի իմաստով եւ ես նոր երևույթ որ ես տեսա եւ կարծում եմ ամեն նորմալ հայ համար դա շատ գնահատելի է անվտանգության մեր ուժերի չափազանց գրակետ օպերատիվ եւ արագ աշխատանքը որը տերորը կանխեց միանշանակ է դե երում էր հիշեք 4 ուրեմն այս տերոր հոնոր չի սկսվել հոգեբանականը մշտապես է եղել իսկ ամսի ուրեմն 20 թվականի 9-ին հիշում բանը կառավարության շետ ներխուժեր դա Մոսկվան էր կազմակերպել ուրեմն բանակն այնտեղ պարտվում է այստեղ շոր մարդիկ հազարավոր մարդիկ լցվում են կառավարության շենք եւ անան եւ մենք կարողացանք իհարկե պետականությունը փրկել եւ այս քաղաքականությունը որից դժգոհություն գոհ եւ այլն բերեց հանգեցրեց կայունության հիշում եք ես միշտ ասում էի Մոսկվան չի թողում կայունություն անկայունություն է մեզ պետք է կայունություն այս բանի մեջ դե երկիրը մի քանի ամիս արդեն կայուն է ոսկեբարից հետո վիկը ոնց որ թե հիմա կայուն է հիմա կայուն է որովհետեւ նա կայուն է նաեւ հետեւյալով անշ կայուն է արդեն մենք ունենք ակնհայտ է որ վերակազմակերպված ուրեմն զինվածը չգիտեմ բնական իմաստով ես նկատի ունեմ ուրեմն մարզված անվտանգության ուժեր որոնք շատ հստակ աշխատեցին եւ խնդիրը լուծեցին կանխեցին տերորը բայց դա քիչ է մեզ համար ինչու որովհետեւ կիսատ չպիտի թողել պիտի գնալ մինչեւ վերջ տերորի կազմակերպիչները Հայաստանում կան նրանց հարցը պիտի լուծել այսինքն չեն բավարարվել սլակավարներով որտեղ վտանգը մնալու է հիմա եկեղեցու հարցն է այսպեսի բարձր է որ իշխանությունը եւ հայությունը եկեղեցու դեմ չի եւ չի կարող լինել իր դեպի այս բոլորը ասեցի այն տարբերակով ինչ որ ես ասեցի պայքար է մեր եկեղեցու համար եւ այնտեղ դրված օլիգարխիկ Ղարաբաղյան կլան եւ ռուսկական կողմից ծառայություն համակիր ոչ այս խմբակի վերացման հարցն է դրված եւ օրինակ դրա համար նաեւ այսպեսի բան կա վայ ես ինչ է մի ասեմ գիտություն որ տարածվում է թե անվտանգության ուժերը մայրաթոռ են մտել եւ այլն ուրեմն Հայաստանի Հանրապետության անվտանգության ուժերը որտեղ գուզեն իրենց տարածքում կմտնեն երբ գուզեն իհարկե բայց աննախադեպ է էլի այո դրա համար ես ենթադրում եմ որ Աջաբահյանը փախել մտել էր գնացել էր այնտեղ որտեղ իրենց կարծիքով իրենց ոչ մեկը ձեր չի տա դրա համար նաև տգիտություն կա քաղաքականության մեջ եւ նաև բարոյախոսությունը ոնց կլինի մարդ տաճար են մտել ասեմ անվտանգության ուժերը պարտավոր են մտնելու ամենտեղ եւ օրենքով մտնում է սահմանադրությամբ արգելք չկա եթե արգելք չկա նրանք իրավունք ունեն այն չի որ պիտի եւ հիմա ժամանակի հարց է կարծում եմ որ այս հարցը լուծելու բայց ճիշտ կլինի որ ի վերջո ուրեմն Պուտինի ձեռքից խրախուսական շքանշան ստացած ուրեմն Գարեկին ուզուրպատորը նախ բացատրի թե պատերազմից հետո ինչու բարգեւադրվեց ռուսական պետության գլխավորի կողմից, որը հայտարարեց Ղարաբաղը Ադրբեջան է, ինչ ծառայության դիմաց է ստացել, առաջինը հրահանգ հետ է ստացել է թե չէ, գումար ստացել է թե չէ, սա պիտի ասի, եւ երկրորդը նա պարտավոր է բացատրելու թե Մինսկում, որ անմեղ տեսքով, երբ Հայաստանի իշխանությունն արգելել էր որևէ պաշտոնյայի մուտք Մինսկ, ինքը ռուսական գաղտնի ծառայությունների հետ Մինսկում հանդիպել է
հրաման ստացել է, թե չէ։ Այնպես էսպես է։ Դրա համար ժողովրդին էլ ուզում եմ ասել շատ։ Մենք պայքարում ենք մեր եկեղեցու համար, մեր հովվապետ ունենալու համար եւ ոչ արյունով եկած եւ այսպիսի վախճանի հասած մարդկանց։ Պարոն Շինյան, դուք անդադ կրկնում եք, որ իրենք հրաժարվեին, երկիրը չգնա էլի ցնցումները չի էլ գնա, կարծում եմ ասել։ Դուք անդադ շեշտում եք Ռուսաստանի գործոնը, դու հասկանալի ես գիտեի, որ պիտի այդ մասին խոսվի, բայց դե Ռուսաստանից հնչող հայտարարություններ այլ բան են ասում, մասնավորապես Ռուսաստանի նախագահի Պեսկովը ասում է, որ ինչ որ կատարվում է դա Հայաստանի ներքին գործն է, մենք չենք միջամտում Հայաստանի ներքին գործերին, այսօր էլ Ռուսաստանի արտգործնախարարն է հայտարարել, թե սա մեր հարևանների ներքին հարցն է, բայց իհարկե հազարամյա հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առիթ են։ Եկեղեցին ավանդաբար միշտ եղել է հայ հասարակության հիմնական հենասյուներից մեկը եւ մենք իսկապես չէինք ցանկանա, որ այս եկեղեցին ենթարկվի հարձակումների ըստ էության առանց որևէ լուրջ հիմքի։ Սերգեյ Լավրով, փոքր դատարից հետո շարունակենք, վերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանի հետ։ Պարոն Շիրինյան, մենք հասանք Ռուսաստանի արձագանքներին եւ ազդեցությանը, ասեմ այսպես։ Ուրեմն ասեմ հետևյալը, որ պարոն Լավրովին պիտի հիշեցնեմ, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցի աշխարհում գոյություն չունի, ինչպես նաև շատերին եմ ասում, բոլորին։ Ուրեմն մեր եկեղեցին հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցի է, հայաստանյաց։ Բայց կաթողիկոսը ամենայն հայոց է։ Այո, կաթողիկոսին էլ է ձեռնտու մառախուղ առաջացնել է եւ սրանց բոլորին, ով որ ասում է։ Մեր եկեղեցու պաշտոնական անունը եղել է, կա ու մնում է եւ կմնա հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցի։ Հայ եկեղեցի չկա այդպիսի եկեղեցի, այսինքն խեղաթյուրում էստեղից է։ Ուրեմն երկրորդ մասը դուք ասացիք, որ իրենք ասում են չենք միջամտում, բայց դուք նախադասության երկրորդ մասը չեք նայում, Պեսկովների, Լավրովների, որ իրենք ուշադիր հետևում են։ Ուշադիր հետևում։ Այս առաջի մասը գցում եք ենգո, մնացածը իրենք ճաշը, որ սարքել խայտարակ են եղել, բռնվել են գործի, ուշադիր հետևում են ինչ է լինելու։ Իսկ ես էլ ուշադիր հետևում եմ թե Ռուսաստանից եւ իրենց այստեղ թերմացկից, որոնք իրենց գործն են անում, ինչ գործողություններ են անում։ Ես որ քաղաքականությունը այդպես չի, որ եւ հետո դրամաբանական բան է, արիստոտելյան դրամաբանություն կա ձևական, որը նախադասության առաջի մասը, եթե կտրում է երկրորդ մասից, որտեղ բովանդակությունն է, այդ նախադասությունը ֆնդախ է, իրենց ասեմ իրենց բարեկամի լեզվով։ Մնացածը ինչու Ռուսաստանը, գիտեք, այստեղ բարդ է հարցը, ավելի քան պետք է, բայց լուծվող է, արդեն լուծվում է։ 1837 թվականին տխրահռչակ մինչև այդ Պասկևիչի գեներալ, որ ազգությամբ ռուսացած, սա է լեհ էր, ինչպես Լավրովը ռուսացած հայ է։ Նրա ոչ նրան վերայից էր լեհի հոտ գալիս, ոչ է սրա։ Ուրեմն տեսեք ինչ է լինում, հանձնաժողով է ստեղծում եւ պոլոժենիե կոչված կանոնագիրն է ստեղծել տալիս հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն դնելու շրջանակների մեջ 37 թվականին ուրեմն Նիկոլայ առաջի արյունարբուե ցարը հաստատում է պոլոժենիան, որով հայաստանյաց առաքելական եկեղեցին ապրեց մինչև 1917 թ. Այստեղ իհարկե եղան ուրեմն կաթողիկոսներ, ինչպես Երջանկահիշատակ Խրիմյան հայրիկը, որոնք այդ պոլոժենիայի կամ կանոնագրի շրջանակներում Հայաստանի եւ եկեղեցու շահերը պաշտպանում էին եւ այլն։ Բայց այստեղ պետք է հարցնեք Խաչատուր Աբովյանը վերջ ինչ եղավ, ինչ էր արել։ Աշտարակեցին ինչ էր արել, դրանք Ռուսաստան էին բերել այստեղ։ Աշտարակեցին ինչ եղավ, ինչու պոլոժենիայի հետ կապ կա թե չէ։ Ուրեմն այսպես 17 թվական դե ցար հեղափոխություն եւ այլն, որից հետո առաջին հանրապետություն, այդ ամենը առաջին հանրապետություն Գևորգ 5-րդ Երջանկահիշատակ եւ ուրեմն ավելի բացառ անձնավորություն, որը դարձավ կաթողիկոս Խորեն Մուրադբեկյան Երջանկահիշատակ, պայծառ ուղղակի մեր կաթողիկոսների մեջ գերագույններից մեկը,
որը եկեղեցին դժվարագույն պայմաններում սովետական իշխանության, բոլշևիկյան, այս որ առաջ ուրեմն հիմա փառաբանում են, առաջ ոչնչացնում են, նույն մարդիկ, նույն փողոցներում, նույն բաներում, ուրեմն սա կառավարեց եկեղեցին մինչև 37 թիվ, որտեղ դա իրենցը չէր եւ չէր կարող լինել։ Ինքն էլ այդ անձնավորությունը չէր 37 թվականին բղնցել արով նրան իր բնակարանում, Էջմիածնում հայ չեկիստները խեղտամահարեցին Աղասի Խանջյանի այն Բերիայի սպանությունից հետո եւ մեր եկեղեցին մինչև 46 թիվ հովվապետ չուներ։ Հետո երբ որ հայկական հարցը Ռուսաստանը պետք է շահարկեր, մեջտեղ բերեր հետ տաներ, որ չպիտի լուծեր հարցը, բայց թուրքերին պետք է ցույց տար այդ պահանջները եւ այլն եւ այստեղ Չորեքչյանի հայտնվել է եւ այսպես շարունակաբար։ Հիմա այստեղ իհարկե եղել են Վազգեն Վերհապարի ժամանակ երկիրը խաղաղ էր եւ կարծում եմ այնտեղ բան չկար էլ այնպեսի սուր բաներ եւ նա իրեն կարող էր նվիրել եկեղեցաշինության, բայց օրենքի շրջանակներում եւ վանքի պատերիցներ էս կաներ իրենց իրավասությունը։ Պարզ է որ ուրեմն հետո այս Գարեգին երկրորդի ուրեմն գահագալությունը արյունով գալը եւ բայց դրա միջև այդ մի բան ասեմ։ Ուրեմն սա իր տեխնազությունը դրած է եղել նաեւ Գարեգին առաջինի հետ։ Եվ այստեղ Գարեգին առաջինի հետ գրեթե նույն ձայներն է հավաքել։ Ինքը զիջել է։ Հավաստի, ով է զիջել։ Գարեգին երկրորդը ինձ ասել են այսպեսի մի բան, Լևոն Տեր-Պետրոսյանը Վանիկ Սիրադեղյանի միջոցով լուր է ուղարկել այս մարդուն, որ լսի, աղջիկ ունես եւ ամուսնացած ես, ուրեմն ռադդ քաշում ես, ցուցակից դուրս ես գալիս։ Եվ նա ցուցակից դուրս է եկել, այսինքն սրա կուսակրոնության հարցը Լևոն Տեր-Պետրոսյանն օգտագործել է իր համագրելին անցկացնելու համար, հիմա պաշտպանում է կուսակրոնության չլինելու վարկածը։ Այսպես որ այսպիսի պատմություններ եւ հարցը պետք է լուծվեն եւ լավ կլինի ինքը խելամետություն ունենա եւ լուծի։ Մեկը լուծվելու է։ Պետությունը այստեղ ես կարծում եմ չի կարող եւ չպետք է նահանջել։ Ինչպես է լուծվելու։ Վարչապետն ասում է հեռացնենք վեհարանից քրիստոնեաբար, հիմա դուք ո՞նց եք։ Ես որ լինեի վաղուց հանգիստ լուծել էի։ Մի գիշեր մեկ հոգի գնային կասեին ստես դուրս ես գալիս վերջ։ Օրինակ եմ ասում, օրենքի շրջանակներում։ Բայց դե հիմա այսպես ստացվեց, բայց երևի թե ասեմ ինչու որտեղ տեղեկատվությունը բարձ է վարչապետի գրասենյակում է լայն։ Մեծ տերորը կանխվել է եւ տերորիստները բռնվել են տերորի վրա։ Մի բան էլ ասեմ, էլի քանի որ տերորի բարակայով հիմա բոլորը տերորից են խոսում, ասեմ։ Մենք որպես ժողովուրդ 15 թվականի եւ այլ իրադարձությունները ստգիտություն է տերորի հետ կապելը։ Դա վրիժառություն է։ Վրիժառությունը ուրեմն այնտեղ չպետք է հիմա կույսը ինչ են ասում, կույսից կուսական լինել եւ բոլորը բան դատապարտել եւ այլն ազգային ազգագրական կռվետ փուլում հաջորդը լավագույն վրիժառության ակտ է կատարել եւ դա ճիշտ է, բայց դա պետականության պայմաններում վերածվում է տերորի, որ մարդիկ տերորի են։ Սա նրա հետ կապ չունի, պետք չի նրանց հետ կապնել, քննադատել, որովհետեւ եւ այլն, նա վրիժառություն է։ Դրա համար գերմանական դատարանն արդարացրեց, այսինքն դա տերոր չէր, իսկ ես այսպես է։ Հիմա տերորն էլ եթե դնում ենք կողքի, բոլոր դեպքերում ինչ էլ լինի, մենք պատմական կարծես թե հաղթանակի մոտ գնում ենք 30,007 թվից հետո Պոլոժենյան հաղթահարվում է եւ մենք մեր ժողովուրդը կունենա հովվապետ, որը պիտի լավագույնը լինի եւ այդ հովվապետը զբաղվի մեր ժողովրդի հոգեվոր կյանքի կազմակերպումով եւ իրեն թույլ չտա պետական գործերի Ձեր ասած այդ հանգուցալուծումը այսպես հանգիստ խաղաղ ընթացքով կլինի, թե հանգիստ կլինի, ինքը իրենից է կախված, եթե չեղավ հանգիստ, ինքն է պատասխանատու, որտեղ պետության եւ կառավարության ղեկավարությունը պատասխանատու է երկրի ներսում եւ դրսում անվտանգության հարցերով, այնպես որ ինքը պետք է հեռանա եւ Պուտինն մի հերակիր տա կներես էլի չեղավ էլ Լավրովին ասախբեր ես ինչ անեմ ինքը այդ ոճը ունի
Ես ինձ համար տարօրինակ չի, որ այս տարօրինակ մի բան կա, որ այս Քոչարյան Ռոբերտը Սերժ Սարգսյան չեն երևում, ես ինչ է պատահել։ Կլանը չի երևում։ Դե հիմա երկու թիմերը իմպիչմենտի հարցն են անընդհատ նորից ակտիվացնում։ Միքայել Սրբազանին առաջարկեցին, նա հրաժարվեց վարչապետի տեխնացու լինելուց, բայց ընդդիմությունը երկու թիմերն էլ ճիշտ է միմյանց հետ համաձայնության չեն գալիս, բայց կարծես թե հույսները դեռ չեն կտրել, որ այդ իմպիչմենտը կարող է խառնակցությունը կարևորը։ Բավարար վախտի խաղալ եք, սրանք մանտրաժ մեռնում են, չգիտեն ինչ անեն, հիմա այնտեղ էլ խեղկատագության է վերածվել։ Մի հատ էլ ՀՀՇ-ի Միշիգին բերեք, Միշիգեր, Սաշիգեր էլի կար, մի հատ այդ վարչապետացու։ Սրանք ինչ են անում, վատթարագույն բան են անում պետականության հանդեպ։ Արժեզրկում են ամեն ինչ, վարչապետի ինստիտուտ, այդ են չի, որ Փաշինյանն է վարչապետը, դուք եք մյուսը։ Մենք պետությունը վարկաբեկելու իրավունք չունենք։ Եվ ես դա ժողովրդին եմ դիմում։ Որևէ հեռանկար չունի, թեկուս հարցը օրակարգ բերելու ինչ անի։ Իմպիչմենտի հեռանկարը։ Չէ, ինչ կարող է, այսինքն այս մեկները ոնց կարող է, մեկների ժողովը իրենց համար գործ են ճարել, պարապ-սարապ, որ 2000 թվից այս մարդիկ չեն աշխատում, չէ։ Ինչով են զբաղված, ինչ են անում, որտեղ են աշխատում, ինչ, մեկ է սրանը, մեկ Գալստանյանին են փուրը տալիս, ես Խեստ Սամվելին էլ համոզեցին, բերեցին, նա էլ գիտի վարչապետ է դառնալու, չնայած նա խորամանկ է կան, կարող է Մոսկվայից փախել եկել այստեղ վարչապետ դառնա, շատ մոտ պատմություններ են, ինչպես Քանի որ Սամվել Կարապետյանից խոսեցիք, հեծի պետականացման գործընթացի մասով ինչ դիտարկում ունեք։ Այսօր ասուլիսեր ասում են, որ դա որևէ հիմք չունի, որ պայքարելու է, որ եւ Սամվել Կարապետյանը եւ հեծը պայքարելու են դրա համար եւ այլն։ Եթե մի շաբաթ առաջ էլ լիներ, կասեին Աջաբահյանին ձերբակալելու հիմք չկա։ Մի բան տեսել եք, որ այս փաստաբան գոչվածները մի կաստա որ գա, մի բան ճիշտ խոսի, ոչ թե պաշտպանի, չպաշտպանի, այդ մի խումբը։ Ինչ լինում է հակառակն են ասում, որովհետև այստեղ է ժողովուրդը չպետք է զարմանա, մենք էլ չպետք է։ Այս մարդիկ հեղափոխության արդյունքով ունեզրկվել են, ոչ բան, պաշտոնից, բանից հեռացել են։ Հիմա սրանք ողակալությամբ լցված են պետության դեմ, իրենց շեֆն էլ Մոսկվայից ասում է գրոհեք ձեր պետության վրա, ինչպես որ Ռուբեն Վարդանյանին ուղարկեցին, հանեցին Կրեմլից, ասին գնա այնտեղ վարչապետ դառնալու, վերջ ուղարկեցին Բաքու, ի տնօրինություն ադրբեջանցիների, բաքվիների։ Հիմա սրան էլ այստեղ են ուղարկել։ Ես մտածում եմ, երևի երրորդ Արա Աբրահամյանն է, որ տապալվելու, սա էլ է տապալված, ինչի մասն է խոսքը, հեսնել պիտի ազգայնացվի եւ օրենքի հիմքերը բոլորը կան, ուրիշ բան է, պիտի ստուգել, թե այս սոցիալիստական սեփականությունը ինչ հիմքերով է բոլորին անցել, այս սրանց ինչ հիմքերով է անցել, այդ ինչի այդտեղ հիմքը կա, այստեղ չկա, երկրորդ մասը կա։ Ես ժողովրդի համար եւ կառավարության համար ասեմ, ինչպես որ Հայաստանի Հանրապետությունը սեփականության մասնավոր ձևն է սրբություն, մանավանդ այս ոչնչությունների համար, ովքեր այդ կողոպուտով անա պետական սեփականությունը, որտեղ է գրված, որ պետական սեփականությունը սրբություն չի, գրած է, սեփականության պետական ձևը ժխտած է, եւ ցույց տվեք աշխարհում մի երկիր Հարավային Կորեա եւ բան որ են ստրատեգիական եւ այլ ոլորտի ձեռնարկություններ, նայած ով ինչ է հաշվում, պետական սեփականության տար չունեն մեջը։ Կա այդպիսի բան։ Այս ոչնչություններն են ու պետական սեփականության բան են անում։ Եվ կառավարությունը պիտի որոշի քանի տոկոս եւ այլն։ Վարչապետն էլ ասաց, որ ոչ խնդիր չկա, որ այս տրական բազան կա, սկսում են, բայց դրանով բավարարվել քիչ է, երկաթուղին է մնում եւ Սյունիքը ռուսական կապիտալից ազատելը այդ մետա բանից, լեռնա հարճունաբերությունից, հանք հարճունաբերությունից։ Մեզ խիստ ասեմ ինչու եմ ասում Սյունիքը, որովհետեւ մեզ խիստ անհրաժեշտ է այս կայունացող Իրանի հետ միասին հարավ-հյուսիս գործարկելը։ Սա է մեր երկրի զարգացման արյունատար անոթը, որտեղ չպետք է լինի ռուսական ոչինչ։ Լավ, մեկ հարցելու արդեն ավարտենք, ժամանակն է սպառվել է, ինչ է կատարվում հիմա Ռուսաստանի մասին շատ խոսեցինք։ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում այդ Եկատերինբուրգի այդ զարգացումներից հետո։ Շատ շուտ է, եթե հետևում ամիսներ առաջից որ Արցախից հետո այս Ռուսաստանը կպնելու է ադրբեջանցիներին, ինչ որ անում է
այն ինքնաթիռը խփեցին, ես չեմ խփել, ու Ռուսաստանը խփեց այս հոխորտած։ Հիմա քանի որ հոխորտած հիմա ջարդում դուրս են քշում։ Շատ էլ հոխորտա բռնելու են Ադրբեջան մտնել։ Արխային հանկիստ նայեք ինչ է լինում, բայց Իրանի Ադրբեջանը ատամներ է ցույց տալիս, չգիտեմ, Ռուսաստանի վարչապետի այսն է չեղարկում, Ռուսաստանի միջոցառումներն է չեղարկում։ Տեսեք ինչ է լինելու։ Ես ասեմ, եթե ինքը շարունակի այդ գիծը, նա ուղիղ երևի Մոսկվայից գտնեն KGB-ի սերժանտի փաստաթղթերը գտնեն։ Երևի ինչ-որ շրջանակների հետ խաղի մեջ է, բայց Պուտինը դա չի ներիրեն։ Ռուսաստանի մասին է խոսքը եւ հոխորտում է։ Եվ այդ լեգիտիմությունը, որ Ադրբեջանը այնպիսի պետությունը, որ հաղթել Արցախում, այնքան ասեց, ես ասել եմ քիչ խոսի արա, ռուսները գլխի տալու են։ Իրենք Ադրբեջան վերցնեն Արցախը քեզ տան, այդ բաներին էլ ուղարկեն Բաքու, դու ասես ես եմ արել եւ այլն, մենք բան։ Ուրեմն բայց ուրիշ բան կա, որ Իրանի Իսլամական Հանրապետություն կուզենա դեսպանատունը տեղյակ լիներ։ Ուրեմն մեկը կա դրանցից մեկը հենց առաջ Իսրայել ուրեմն Իրան պատերազմի առաջի օրը ես ուղղակի նյութը համացանցում կորցրեցի հանգարց Մուսաբեկով Ռասիմ կարծեմ բանով որ ահա մենք հարավային Ադրբեջանը կմիացնենք, այս Ադրբեջանը բանը ջախջախվում է, Իրանը ջախջախվում է եւ մենք այդ նյութը կա, որ ասում են կրակել է թե չէ, այն ոգևորված են, ինչպես նաեւ այս Հայաստանի փալածները, որ տարածում են այս Ադրբեջանից Իրանից փախստականները կլցվեն, իրենք էլ հեղաշրջում կանեն եւ կհաջողեն այդ բոլորի փոխարեն գնացին ընկան այնտեղ որտեղ Իրանն էլ մնաց, մենք էլ մնացինք, երկերն էլ կայունություն ավելի հիմքեր ամրացրեց եւ Հայաստանի ընթացքը դեպի ապակա ուժեղանում է, ընդ որում դրա մեջ ռեալ բան արդեն քրիստոնյա դեմոկրատական սեգմենտն ուժեղանում է, կյանքի բերվածքով, կյանքի դրվածքով Այսպես։ Շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի Քրիստոնյա ժողովրդավարական կուրսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանի հետ կհանդիպենք։